ես ու Մանեն բաժանվեցինք, շատ սիրուն, շատ կոկիկ, առանց ավելորդությունների, մենք չենք կարողանում իրար հետ մեծ հաշվով մի տանիքի տակ լինենք, բայց կարանք ուժեղ ընկերություն անենք։ Այս բաժանումը քեզ եւս ծանր տրվեց։ Այո, որովհետև նախ եւ առաջ սովորույթի ուժն է, որ ցանկացած զգացումից ուժեղ բան է ինքը։ Աշխարհում ամենաբարդ ու դժվար բանը այդ մարդուն քեզանից զրկելն է, էլի։ Որքան ժամանակ է, որ այդ որոշումը արդեն իսկ կայացրել եք եւ բաժանվել։ Մոտավորապես 1 ամիս։ Երեխային ինչպես եք փորձել բացատրել իրավիճակը եւ ձեր միասին չապրելը։ Ամեն մեկս մեր մասով համոզելով, խաբելով ինչ-որ կերպ թող կոպիտ չհնչի, խաբելու, բայց հիմա իր խաբելու տարիքն է այս մասով։ Այս պահին գոնե ինքը պետք է չզգա այդ բացակայությունը։ Մենք տենց կոպիտ չենք բաժանվել, որ օրերի տենց վերացենք էլի նանային տեսնելու հարցը։ Արդյոք կա ինչ-որ առումով հիասթափություն առհասարակ հարաբերության մեջ գտնվելուց։ Չէ, ինչի։ Հնարավոր է ես վաղը շատ թունդ սիրահարվեմ։ Կնկարահանվեիր երկարատև հեռուստասերիալներում, եթե չլիներ նաև գումար աշխատելու խնդիրը։ Այո, երբ որ ես ուսանող էի ու սերիալում էի խաղում, ինձ ասում էին դու ցածրորակ արվեստում ես խաղում, հետո այդ մեր դասախոսները սկսեցին խաղալ իրենք նույն սերիալում։ Չի եղել ինչ-որ նախագիծ, որը որ համարում ես որպես աստղային պահ քո կյանքում։ Բանակում հեռուստասերիալներ։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ը, իսկ մեր տաղավարում այսօր մի մարդ է, ում հաճախ քննադատում են ճիշտ խոսելու համար, բայց նա շարունակում է միշտ ասել այն, ինչի մասին մտածում է։ Դերասան Կարեն Հովհաննիսյանն է մեր տաղավարում։ Ո՞նց եք, Կարեն։ Լավ, շնորհակալ եմ, դուք։ Լավ, մերսի։ Մենք պայմանավորվել ենք դույով խոսել, բայց էլի անցանք դուքի։ Դժվար է այս անցումը։ Ոչինչ, ընթացքում։ Ես ինչու ներկայացրեցի, որ հաճախ ճիշտ խոսելու համար քննադատում են քեզ, որովհետև երբ ուսումնասիրում էի, շատ մեկնաբանություններ նմանատիպ կարդացի, որ այս մարդը միշտ ճիշտ է ասում եւ միշտ դրա համար քննադատում են իրեն։ Դու ինքդ նման կարծիքների, բախումների հանդիպել ես թեկուզ առօրյա կյանքում։ Ճիշտ խոսելու հետ պայմանավորված։ Եվ դրանով պայմանավորված քննադատության։ Երևի առօրյա կյանքում այդքան չէ, որովհետև մեր օրերում մի քիչ դժվարացել է տետ-ա-տետ խոսակցության մեջ անկեղծ լինելը։ Ես ամեն դեպքում չեմ փոխում ինձ այդ մասով, մնում եմ նույնը եւ եթերում եւ կյանքում լինում եմ անկեղծ միշտ, ուղիղ իմ խոսքի մեջ։ Ցավոք, մեզ շրջապատող շատ ու շատ մարդիկ հասարակության մեծ մասը վախենում է տետ-ա-տետ ուղիղ խոսքից։ Դրա համար մի քիչ ավելի չեմ վախենա ասեմ պլաստմասային դրսևորումը այս հեռախոսային հարթակում, որտեղ որ շատերը ընդհանրապես գրում եւ կորում են, դրսևորվում են միայն այդպես։ Ինձ թվում է այտենց մի քիչ դժվար է ապրելը։ Չէ՞ որ մենք փոքր երկրում ենք ապրում, ինչ որ մի օր կհանդիպենք։ Տետ-ա-տետ։ Իսկ առօրյայում ինչու է դա ուզում հարցնել, որովհետև գուցե այդ ճիշտ խոսելը երբեմն խանգարի նաև շրջապատի մարդկանց, թեկուզ ընկերներին, ծանոթներին, որովհետև ոչ բոլորն են պատրաստ ուղիղ խոսող մարդու հետ առնչվել։ Խնդրեմ, ով չի դիմանում եւ չի ընդունում դա, հաջողություն ենք մաղթում իրեն։ Լինում են դեպքեր, այո, որ մարդիկ չեն հարմարվում այդ վիճակին։ Ուզում են ուղղակի իրանց ականջին հաճելի բաներ ասես, ոչ թե իրականությունը։ Կարեն, դու 2007 թվականից ես ոլորտում ակտիվորեն, առաջին նախագիծը, եթե չեմ սխալվում, այդ ընթացքում է եղել, բայց վերջին տարիներին հատկապես քո մասին շատ սկսեցին խոսել, դու ավելի հանրային մեծ ճանաչում ստացար, վերլուծել ես ինչով է դա պայմանավորված եղել։ Փորձով, պրակտիկայով, ճանաչելու աստիճանով, աշխատասիրությամբ, ջանասիրությամբ պայմանավորված, ինքնակրթությամբ, դասերակցությամբ ինքդ քեզ թե որտեղ ես դու սխալանում, որ ուղին պիտի բռնես։ Այսինքն շատ գործոններ, որոնք քեզ օգնում են առաջ գնալուն։ Ես իմ բնույթով ու տեսակով այնպեսին չեմ, որ բավարարվեմ եղածով, նենց որ անդադար աշխատանք է պահանջում հատկապես այս մասնագիտությունը, դերասանի մասնագիտությունը, որ անընդհատ աշխատես քո վրա, որպեսզի ինչու ոչ նաև շատ ուղիղ ասեմ էլի քեզ նկատեն, քեզ տեսնեն եւ ուզենան քեզ հետ համագործակցել։ Ու դրա համար մեծ աշխատանք պիտի տանես ինքդ քեզ վրա։ Ստանիսլավսկին երբ որ սովորում ենք, sense մի գործ ունի, գիրք ունի, մենք անցնում ենք դրանով, ասում է դերասանի աշխատանքն իր վրա, հենց այսպես է կոչվում գիրքը։ Ու այդ անդադար է պետք։ Չի եղել ինչ-որ նախագիծ, որը որ համարում ես որպես աստղային պահ քո կյանքում, երբ հենց այդ պահից սկսեցին քեզ նկատել։ Չեմ առանձնացնի, որովհետև ամեն մեկը իր կարևոր գործոնն ունեցել է իմ ճանապարհի մեջ։ Չեմ ուզում ինչ-որ մի նախագիծ ասեմ։ Բոլոր նախագծերում էլ շատ
մեծ հաճույքով եմ իմ մասնակցությունը ունեցել, բայց ամեն դեպքում չեմ ուզում հիմա առանձնացնեմ, բայց կա մեկը, որ կարող է եւ առանձնացնեմ, որից հետո նոր ամեն դեպքում ընթացքը եւ այդ ուղին դերասանի ավելի շատ բացվեց։ Դա բանակում հեռուստասերիալներ։ Այսօր դու ոչ միայն դերասան ես, ով խաղում է տարբեր երկարատև հեռուստասերիալներում, այլ նաև հանդիսավար ես, վերջերս նաև թատրոնում էիր ընդգրկվել։ Ես հիշում եմ, որ մինչ այդ մի տեղ նշել էիր, որ թատրոնում չկաս, որովհետև կա խնդիր օրվա գումարը վաստակելու, ընտանիքը պահելու եւ դրա համար արդեն թատրոնում լինելու համար քիչ ժամանակ է մնում։ Ինչ փոխվեց այս ընթացքում եւ ինչպես կարողացար կամ ինչպես ես կարողանում գումար աշխատելն ու մասնագիտությամբ զբաղվելը համատեղել։ Ոչ թե խոսքս վերաբերում է նրան, որ թատրոնում աշխատողը գումար չի կարողանում վաստակի, այլ ամբողջ ժամանակդ պիտի տրամադրես թատրոնին եւ տրված քեզ հասանելի գումարի մեջ սահմանափակվես, որովհետեւ ժամանակ չես, կամ թատրոնում պիտի դու լիարժեք լինես, կամ պիտի չլինես։ Իսկ այն ներգրավվածությունը թատրոնում ինչ որ մի ներկայացման որ ունեցել ենք, դա ընդամենը 1-2 անգամվա խաղալու ներկայացում էր ու դրանով սահմանափակվել ենք։ Հեռուստասերիալներում նկարահանվում ես, դա ընտրել ես, որովհետև նաև որպես դերասան է քեզ դուր գալիս այդտեղ ռեալիզացվել, թե այստեղ էլ գումար աշխատելու խնդիրը կա, որովհետև ինչ որ առումով X ժամանակով ստաբիլություն է բերում։ Այստեղ գումարի մասով չի ներգրավվածությունը, այլ նախ քո մասնագիտությամբ ես դու զբաղվում, դա գերագույն հաճույքը կարծում եմ յուրաքանչյուր մեկի համար, ով ունի մասնագիտություն եւ դրանով է զբաղվում։ Ինչու ոչ նաև գումար ենք աշխատում այդտեղով, նաև որ դու քո մասնագիտությունից եւ քեզանից չկտրվես, որովհետեւ երևի թե ինձ եթե հարց տային, որ ինչ մասնագիտություն կընտրեի, եթե նոր ընտրելու լինեի մասնագիտություն, ես էլի կընտրեի դերասանի մասնագիտություն։ Սիրում եմ այդ գործը, չեմ կարող չզբաղվեմ։ Իսկ երկարատև սերիալները չեն փչացնում դերասանին, որովհետեւ հաճախ այս կարծիքը հնչում է։ Երբեմն ես հիշում եմ, երբ որ ես ուսանող էի ու սերիալում էի խաղում, ինձ ասում էին դու ցածրորակ արվեստում ես խաղում, հետո այդ մեր դասախոսները սկսեցին խաղալ իրանք նույն սերիալում, ես նայում էի իրենց աչքերին։ Հարցը հիմա դրանում չի։ Երբեք սերիալը չի փչացնում դերասանին, եթե դու ունես կարողություն, միտք, ինտելեկտ, ներքին դասերակցություն ու դու դրսևորվում ես այնքան, որքան որ դու կաս որպես դերասան։ Իհարկե շատ կարևոր է ովքեր են քո խաղընկերները, ինչ տեսակ սցենար կա, ինչ տեսակ սյուժե կա, ինչ գիծ ունի քո կերպարը, ինչքան ես դու տեղ տալիս դրան առաջ գնալու, կամ ինչքան են քեզ թողում դու առաջ գնաս։ Այս գործոնները շատ կարևոր են, սրանք երբեք չեն փչացնում։ Այն դերասանը, որ չուզեց փչանալ, երբեք իրան չեն կարա փչացնեն։ Իհարկե լինում են դեպքեր, որ հրավիրում են ինչ-որ պրոյեկտներ, ասում են, «Էս ինչ կերպարն է ուզում ես», ես ուսումնասիրում եմ, հասկանում եմ, սա իմը չի, այս սա ինձ կփչացնի։ Ես ինքս չեմ համաձայնում։ Ու սրանով է պայմանավորված, եթե դու մտել ես միտեղ, ուրեմն դրսևորվիր այնքան, ինչքան որ դու կաս քո մասնագիտության մեջ։ Ինչու են հաճախ քննադատում, որովհետև կա խնդիր որակ ապահովելու նախագծում, որը որ երկարատև է եւ ինչ որ պահից սկսած ուզած-չուզած որակային տուժում է նախագիծը։ Կյանքն էլ է երկարատև։ Որակ չկա։ Յուրաքանչյուր մարդ իր որակով է ապրում։ Դա սուտ բաներ են։ Մեր բռնած աշխատանքը, յուրաքանչյուր աշխատանքն էլ է երկարատև լինում, հետո Այդ են մարդիկ են ասում երևի, որոնք չկան երկար բաների մեջ։ Կնկարահանվեիր երկարատև հեռուստասերիալներում, եթե չլիներ նաև գումար աշխատելու խնդիրը։ Այո, որովհետև էս այն մասնագիտությունն է, որ հասարակության համար է քո արած աշխատանքը, հասարակության արձագանքն ու գնահատականն է քո վաստակը։ Էլ եթե պիտի չզբաղվեմ դրանով ու հասարակության համար չլինի իմ աշխատանքը, ինչի եմ ես այս մասնագիտությունն ընտրել։ Երևի սենց։ Կարեն, ես ուզում եմ մի փոքր աշխատանքային թեմաներից գանք նաև ընտանեկան, անձնական դաշտ, եթե դեմ չես։ Գնացինք։ Եվ իմ տեղեկություններով քո ընտանեկան կյանքում փոփոխություն կա։ Ես ուզում եմ, որ փակագծերը դու բացես։ Փոփոխություն վերջին շրջանում այո կա իմ կյանքում, մենք ես ու Մանեն բաժանվեցինք, շատ սիրուն, շատ կոկիկ, առանց ավելորդությունների, ընդհանուր համաձայնությամբ, առանց ավելորդ լարվածության, ու մինչ օրս այդ ամեն ինչը շատ սիրուն մենք պահում ու պահպանում ենք, քանի որ մենք ունենք ընդհանուր բալիկ,
մեր հրաշքն անեն ու նես չի որ պայմանավորված են նանեով, որ մեր հարաբերությունները օրինակ չստացվեցին, այլ մենք ուղղակի գիտակցում ենք, որ եթե ինչ-որ մի բան մեր ճանապարհները չեն հատվում, ուղղակի չեն հատվում ու վсё, ընդհանրապես որոշեցինք, որ արի մեր ճանապարհը ամեն մեկս մեր ճանապարհով գնանք։ Շատ սիրուն է, երբ որ ընդհանուր համաձայնություն է լինում ցանկացած որոշման մեջ ու մենք հենց այս տեսակ դրսևորվեցինք ու հրաշալի ամեն ինչ։ Ես իրեն շատ հարգում, կարևորում եմ, վստահում եմ, ինչու, որովհետև դասերակցության կարելի է ասել մեծ մասը մեր բուժուրի իր ձեռքերում է ու հրաշալի է, որ ինքը ու ես ընդհանուր համաձայնության ենք գալիս անդադար, որ նույն մոդելի դասերակցությունն ունենա մեր երեխան։ Երկուսով միաժամանակ եկաք այդ որոշմանը, թե ի սկզբանե որևէ մեկիդ մոտ էր միտք ծագել բաժանման։ Իրականում տարբեր տարատեսակ խոսակցություններից ելնելով հասկացանք, որ ինչի շարունակել, եթե օրինակ ինչ-որ բան պակաս է, եթե ինչ-որ բան ճիշտ չի գնում, ու երկուս էլ բավականին հասուն մտածող մարդիկ ենք ու ընդհանուր որոշեցինք, որ օքեյ, գնանք։ Որքան ժամանակ է, որ այդ որոշումը արդեն իսկ կայացրել եք եւ բաժանվել։ Մոտավորապես 1 ամիս։ Ինչպես է կարողացել ամեն դեպքում գալ այն եզրահանգման, որ պետք է պահել առողջ հարաբերություններ, որովհետեւ բոլորս դա կարող ենք ասել, հեշտ է ասելը, բայց դժվար է, երբ պետք է գործես, հատկապես երբ կա մեջտեղում երեխա եւ պետք է գոնե հանուն նրա պահել այդ ընկերական հարաբերությունները, որպեսզի երեխան էլ ճիշտ դիրքավորվի այդ հարցում։ Դե անկախ հանուններից յուրաքանչյուր մարդ իր ապրելու ձևն ունի եւ իր մտածողությունն ունի։ Մենք ամեն մեկս գիտակցում ենք, որ ինչի կոնֆլիկտային լինեն հարաբերությունները, եթե կարող են չլինել։ Ընդհանրապես պետք է շատ սթափ դատես ամեն բան եւ հասկանաս, որ ես ուրիշ մարդ եմ, դու ուրիշ մարդ ես, ես ուրիշ մտածողության տեր եմ, դու ուրիշ։ Մենք չենք կարողանում իրար հետ մեծ հաշվով մի տանիքի տակ լինենք, բայց կարանք ուժեղ ընկերություն անենք, լիքը թեմաներ քննարկենք, 1000 բան կարանք անենք։ Ու դրանով է պայմանավորված կարծում եմ այս ամենը, էլի որ պետք չի կոնֆլիկտի ընդհանրապես պետք չի տանել որևէ բան։ Յուրաքանչյուր հարց այս աշխարհում ունի իր պատասխանը, յուրաքանչյուր խնդիր ունի իր լուծումը։ Չկան նման բաներ, որ չեն լուծվում խնդիրներ։ Սա էլ է խնդիր, երբ որ դու չես լուծում այս կերպ։ Ես հիշում եմ մոտ 8 ամիս առաջ վերջին քո հարցազրույցը, որտեղ խոսում էիր ընտանիքից, կնոջից, այսինքն այդ ժամանակ փաստացի չկար դեռ խնդիր։ Ստացվում է, որ վերջին հենց շրջանում են այդ եզրահանգումները գոնե ձեր մեջ առաջացել, որ դուք հենց այդ պահին հասկացաք, որ հատուկ խնդիրներ որպես այդպեսին չեն առաջացել, որ ասեմ, այս սրանով է պայմանավորված։ Ինքը սա պիտի չաներ եւ արես, չէ, դրանով չի պայմանավորված։ Այս ժամանակի ընթացքում կուտակվում է եւ ինչ որ մի օր դու քեզ հաշիվ ես տալիս ինչա կատարվում առհասարակ։ Ու մենք ամեն մեկս այդ մասով մեզ հաշիվ տվեցինք։ Հիմա դու եւ Մանեն նկարահանվում եք միևնույն նախագծում, փաստորեն նաեւ այդտեղ աշխատանքային ընկերական հարաբերությունները կարողանում եք նորմալ պահպանել։ Անպայման։ Երբեք ոչինչ պետք է չխանգարի ընտանեկան չստացված հարաբերություններից դուրս ուրիշ հարաբերություններին։ Երբեք։ Ինչի է բոլորի մոտ այն տպավորությունը, որ մարդիկ բաժանվում են, պարտադիր պետք է թշնամանք լինի այդ ամեն ինչը։ Ոչ։ Մենք մարդ ենք ամեն մեկս առանձին ընդամենը։ Եվ կարող ենք այո, չլինել թշնամիներ ընդամենը։ Մինչ ամուսնությունն էլ ունեցել ես մի քանի տարբեր հարաբերություններ, ինքդ էլ նշել ես այդ մասին, նաև ունեցել ես փորձ կենցաղ կիսելու մարդկանց հետ։ Վերլուծել ես ինչն է քո բնավորության մեջ են գծերը, որոնք բերում են նրան, որ հարաբերությունները գուցե չեն լինում երկարատև։ Տեսեք, տենց մասնավորապես կոնկրետ բաներ չկան, գոյություն չունեն, որ ասեմ, այս սա է իմ բնավորության վատ գիծը։ Եվ հետո այդ այնքան շատ նեղ անձնական բաներ են փոխհարաբերություններում, որ դա եթերային չի եւ ինչքան էլ մարդ շատ ուղիղ խոսացող լինի, դա չի նշանակում, որ պիտի օրինակ բոլորը իմ կյանքի են նեղ անկյունները իմանան, էլի թե ոնց է լինում առհասարակ փոխհարաբերություններում չստացվելը։ Նույն կերպ ոնց որ ես եթերում ասել եմ, որ այո, ես ունեցել եմ հարաբերություններ տարբեր մարդկանց հետ, նույն կերպ մեր հասարակության 99.9%-ը ունենում է։ Սա նորմալ երևույթ է։ Լիքը մարդիկ տարբեր ընկերներ եւ ընկերուհիներ են ունենում իրենց կյանքի ինչ-որ փուլում։ Նորմալ է։
Իհարկե նորմալ է։ Ուղղակի ուզում եմ հասկանալ ընդհանուր, եթե չենք ուզում խոսել կոնկրետ անձի մասին, քո մասին, խոսենք ընդհանուր, քանի որ դու ունես այդ փորձը, կարող ես նաև ենթադրել։ Սովորաբար ինչու այսօր էլ հատկապես գիտենք բաժանումները շատ են։ Ինչու չեն կարողանում մարդիկ երկարատև հարաբերություններ պահպանել եւ ինչ որ կետից գալիս է այդ բաժանման հարցը։ Նախ լավ չեն ուսումնասիրում իրար, եւ հետո կենցաղը շատ հարցերի պատասխան տալիս է, երևի թե։ Այն էյֆորիկ պահերին, երբ որ նոր մարդիկ շփվում են իրար հետ, այդ ժամանակ ամեն ինչ վարդագույն է, տենց հրաշալի է, շատ սիրուն է, թիթեռնիկներ են ապրում, հետո երբ որ մտնում են կենցաղ, մի քիչ կենցաղում փոխվում է ընթացակարգը հարաբերությունների։ Ու երևի սրանով է պայմանավորված, որ մարդիկ այդ կտրուկ փոփոխություններին չեն դիմանում ու դրանով է լինում բաժանումների մեծ մասը, կարծում եմ, սա շատ իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Խնդիրները շատ տարբեր են լինում բաժանումների, բայց հիմնական մասը դա է, երբ որ մարդիկ այս տարբերության մեջ են շփոթվում։ Բայց ամենակարևոր բանը իրար հարգելն է առաջին հերթին։ Ազնիվ լինելը եւ հարգանքը միմյանց նկատմամբ։ Թե չէ այդ սերը ինչ որ ժամանակ հետո մարում է։ Սեր բառը ուղղակի հորինված է նրա համար, որ քո ներսում կատարվածին ընդհանրապես մի անուն տաս, ասես սիրում եմ։ Ինչն է սիրում, երբևէ հարց տվել եք, ինչն եք սիրում։ Այնքան տարբեր է դա ու շատ տարբեր, բոլորի մոտ շատ տարբեր է դա։ Դա ինչ որ մի կերպ ու ձև չի, էլի։ Նշել ես, որ բաժանումները հաճախ եւ միշտ ծանր է ստանում, ու այդ ծանրությունը ինքդ քո մեջ լուր տանում ես։ Այս բաժանումը քեզ եւս ծանր տրվեց։ Այո։ Որովհետեւ նախ եւ առաջ սովորույթի ուժն է, որ ցանկացած զգացումից ուժեղ բան է ինքը, ու պիտի այդ սովորույթից կարողանաս ազատվես։ Նկատել եք, չէ՞, որ մարդիկ ասում են օրինակ ծխելը չեմ կարողանում թարգեմ։ Ես միշտ հակառակն եմ ասում մարդկանց, ասում եմ դու չես ուզում, ոչ թե չես կարողանում, որովհետև չկա այդպիսի բան, որ դու ուզես ու չլինի։ Դրա համար մի քիչ դժվար է ստանում, մինչև դու հասկանաս, որ դու ազատվել ես այդ ամեն ինչից։ Նորմալ է, որովհետև այդ փոխհարաբերություններում եղել են հարգանք, վերաբերմունք յուրովի ու սրանով պայմանավորված է լինում դժվարությունը։ Չես կարողանում մարդուն ուղղակի տենց մատերի տարանքով նայել ու ասել բաժանվել եմ, լավ եմ արել։ Չէ, էլի լավ ես արել, դու ես որոշել, բայց ամեն դեպքում աշխարհում ամենաբարդ ու դժվար բանը այդ մարդուն քեզանից զրկելն է, էլի։ Շատ բարդ բան է։ Բայց ամեն դեպքում նաև դրա հետ մեկտեղ կա մի ուրիշ բան, որ պիտի պահես, սենց է ճիշտ։ Իսկ սովորաբար այդ ծանրություններից հետո դժվար է վերականգնվում եւ պատրաստ լինում նոր հարաբերությունների։ Ամեն փուլ երևի թե տենց իր կարևորությունն ունի, հիմա դեռ չեմ պատրաստվում։ Երևի թե այդ ազատվելու ընթացքն է, որ պիտի ունենամ ու դրանից հետո նոր, չգիտեմ, իմ կյանքը ինչ փուլ կմտնի, ինչ ընթացք կունենա, ինչ հույզեր կլինեն։ Սենց։ Երեխային ինչպես եք փորձել բացատրել իրավիճակը եւ ձեր միասին չապրելը։ Դե երեխան հիմա շատ փոքր է, որ իրեն ինչ-որ բան շատ ուղիղ բացատրես, երեխային հիմա ընդամենը կոպիտ ասած ամեն մեկս մեր մասով համոզելով, խաբելով ինչ-որ կերպ թող կոպիտ չհնչի, խաբելը, բայց հիմա իր խաբելու տարիքն է այս մասով։ Ամեն մեկս մեր մասով աշխատում ենք, որ ինքը դրա բացը չզգա։ Նախ մենք իրեն չենք թողնում այդ բացին, ամեն մեկս մեր մասով շատ ավելի մոտ ենք հիմա թողնում նանեինք, հան երբևէ, որովհետև այս պահին գոնե ինքը պետք է չզգա այդ բացակայությունը։ Ճիշտ է, միասին չենք անում ինչ որ անում ենք առանձին, բայց ամեն դեպքում չենք թողնում, որ ինքը մտածի դրա մասին։ Էլի եմ ասում, մենք տենց կոպիտ չենք բաժանվել, որ օրերի տենց վերացենք էլի նանեին տեսնելու հարցը։ Երբ ուզում եմ երեխան իմ մոտ է, երբ իրան հարմար չի իմ մոտ է, երբ ինձ հարմար չի իր մոտ է, սենց խնդիր չունենք մենք։ Նանեն կարա երկար մնա իմ մոտ, իր մոտ կարա մնա հետո, չգիտեմ, այս խիստ պայմանավորված է մեր աշխատանքային գրաֆիկով։ Լինում են պահեր, որ նույնիսկ երկուսս էլ նկարահանման ենք լինում, ու այդ երեխան ում մոտ պետքա մնա, այստեղ օգնության են հասնում տատիկները, մանեի քույրը, մի խոսքով, այն մարդիկ, որոնք որ այս ամբողջ ընթացքում նաև տենց նանեին ծնողական վերաբերմունք են տվել, բացի տատիկ լինելը կամ քույր լինելը։
Երեխայի դաստիարակությունից նաև, քանի որ խոսեցինք, ասում ես, որ փորձում եք դու եւ Մանեն այնպես անել, որ միևնույն ձևով իրեն դաստիարակեք եւ ինչ որ հարցեր չլինեն, որոնց շուրջ դուք տարբեր կարծիքներ կունենաք եւ կփոխանցեք երեխային։ Այս պարագայում արդեն քանի որ առանձին եք ապրում, գուցե ինչ որ պահից դժվար դառնա դա, թե միևնույն է դուք միասին միշտ քննարկում եք եւ նաև հետագայում էլ պատրաստվում եք ինչ որ հարցի շուրջ համատեղ որոշումներ կայացնել։ Եթե հարցը վերաբերում է մեր երեխային, պարտադիր մենք ընդհանուր համաձայնության ենք գալիս։ Օրինակ, եթե պիտի ինքը հեռախոս չնայի, պիտի չէ, ինքը չի նայում հեռախոս, ինքը չգիտի հեռախոսն ինչ է, մենակ գիտի, որ մենք ունենք։ Օրինակ, երկուսս էլ պահում ենք դա եւ բոլոր են մարդիկ, որոնց մոտ մնում են անեն։ Ինքը հեռախոս չի նայում, չի զբաղվում հեռախոսով, ինքը զբաղվում է շատ ավելի կարևոր բաներով, խաղերով։ Եթե պիտի քաղցր չուտի շատ, չի ուտում, երկուսս էլ պահում ենք դա։ Ու սա են շատ ու շատ օրինակներ, որոնք որ գոնե իր այն կարևոր ձևավորման տարիքում, փուլում կօգնեն, որպեսզի վատ բաները իր մեջ շատ չլինի։ Իհարկե անխուսափելի է մեր օրերում, բայց գոնե հնարավորին պիտի կարողանանք պահենք միասին բոլորս, որպեսզի այդ երեխան ճիշտ մեծանա, գոնե առողջապես։ Եվ վերադառնալով նորից հարաբերություններին, մի հարց եմ ուզում տալ, արդյոք կա ինչ-որ առումով հիասթափություն առհասարակ հարաբերության մեջ գտնվելուց, որովհետև նույն այդ նախկին փորձերը եւ ներկա ամուսնությունը, բաժանումը կարող է բերել ինչ-որ առումով այդ հիասթափությանը։ Չէ, ինչի հիասթափություն ունենաս։ Կարող է վաղը մի ինձ մարդու ենք հանդիպում ամեն մեկս, որ հրաշալի հարաբերություններ են ձևավորվում, ինչի ուրիշի մեղքը գցենք մի ուրիշի վրա։ Ինչ մեղք ունի այն մեկը, ով ենթադրենք վաղը պիտի իմ կողքին լինի, կամ հակառակը։ Բացարձակ։ Ես երևի անցել եմ այդ տարիքն ու այդ փուլը, այլ չէ։ Չէ, ինչի։ Հնարավոր է ես վաղը շատ թունդ սիրահարվեմ։ Օրինակ եմ ասում։ Հնարավոր է, ինչ գիտենք, ինչ կլինի։ Արդյոք նաև այդ տարիքային տարբերությունը ինչ որ առումով ստիպեց մտածել, որ գուցե դա խանգարում է, բացի այն, որ կլինեն նաև այլ պատճառներ, միմյանց չհասկանալ եւ այլն։ Միանշանակ դա էլ կապ ունի։ Ոչինչ բացառել պետք չի։ Դեռ սովորույթից ազատվելու հաղթահարման փուլում եմ, բայց երբեք ու երբեք չեմ կոտրվում։ Պարտադիր գնալ առաջ, պարտադիր մտածել ոչ միայն քո մասին, այլ մենքի գաղափարը կրես քո ներսում։ Այս կարևոր բաները պահելով պիտի շարժվես առաջ, որովհետև երբեք ու երբեք պետք չի կոտրվել ու ճանապարհդ կիսատ թողնել ապրելուդ ընթացքիդ։ Շնորհակալ եմ շատ եւ վերջին կարճ հարցերը մնացին, թեթև խաղային են, եղել է չի եղել։ Եղել է չհավանեք ձեր կերպարը, բայց շարունակեք խաղալ այդ սերիալում։ Այո։ Եղել է սիրահարվեք խաղընկերոջը իրականում։ Ոչ։ Եղել է մասնակցեք քաստինգի եւ չանցնեք։ Ոչ։ Կաստինգների չեմ մասնակցել։ Եղել է նկարահանման հրապարակում նախանձ կամ վատ վերաբերմունք զգաք։ Իհարկե ոչ։ Եղել է մտածեք ոլորտը թողնելու մասին։ Ոչ։ Եղել է կոնֆլիկտ ունենաք որևէ դերասանի հետ աշխատելիս։ Անպայման շատ անդադար։ Վերջին կոնֆլիկտը երբ էր։ Ոչ եմ հիշի։ Կոնկրետ կավա դերասանի հետ չլինի, ընդհանուր անհամաձայնություններ լինում են երբեմն։ Նորմալ է ու պիտի լինեն դրանք, որ կռվես քննադատը, ոչ թե քննադատես, քննարկես, որպեսզի ճիշտ բան ստանաս, համով բան ստանաս։ Այդ նորմալ է։ Այդ ներքին կոնֆլիկտներ են, որոնք չեն վնասում ոչ քեզ, ոչ դիմացինին, ոչ էլ process-ին։ Շնորհակալ եմ Կարեն, հետաքրքիր ու անկեղծ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Այսպիսին էր Կարեն Հովհաննիսյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ եւ սպասել մեր հաջորդ հանդիպմանը։